Հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Էրլանգենի բուսաբանական այգու, Ինդոնեզիա և կենտրոնական հասարակածային Աֆրիկա, Ամերիկա բաժնում։ Ուրեմն մուտքը լրիվ ձրիա ամեն ինչի, ամբողջ բուսաբանական այգու մուտքը ձրիա և այս ներքին սրահները նույնպես, տաքությունը համապատասխանում է խոնավ տրոպիկականին, դուրսն էլ ցույց կտամ, կա նաև հայկական ալպիական լեռնային, այսինքն լեռնային սրահ, ցույց կտամ հեսա, ինչ է նշանակում սա։ Ես անընդհատ ուզում եմ ասել, սա բուսաբանականն է, ոչ մեկ չի կտրում, որ իբր նորը տնկի։ Այնտեղ ձկներ են, կան գորտերեկան, որոնք վարժեցված են, մոտենում են մարդը ձեռք ես տալիս, այստեղ կրյաներն են եւ այլն, այսինքն նա ձկներ, կրյաներ, նա փոքր կրյա մոտենում է ինձ։ Ընդհանրապես ծրի մարդիկ մտնեն, երեխաներին բերում են, որ սովորացնեն ինչպես խնամել բույսերին։ Տեսեք, անձրևը անընդհատ միանում է, ուրեմն 25 րոպե մեկ տրոպիկական անձրև է միանում վերևից, որ այս ամբողջ տրոպիկական ջունգլու էֆեկտը մնա։ Սա նշանակում է մարդիկ իրենց երկիրը սիրում են, ծառերը չեն կտրում, որ հետո իբր նորը տնկեն։ Ամեն ինչը կա այստեղ։ Խնդրեմ։ Այս ավելի տաք շրջանն է, ծովային ցույց է տալիս որ մասներն է, ծովափնյա, որտեղ տեղումները շատ են, այստեղ ավելի խոնավ է։ Հեսա կոկորդիլոսա չորացած բնականը չէին թողի մարդկանց մոտ, ձկները ջրի մեջ տեղական։ Ջրերը նույնպես տաք է։ Ամեն սրահը իր բույսերով, մեջը թռչուններ, թիթեռներն են լինում, սա նշանակում է, որ էլ եմ ասում, մարդիկ սիրում են իրենց երկիրը։ Տեսեք։ Մերոնք ծառ չեն սիրում։ Հայազգը ծառ չի սիրում, կտրում է, որ խանութու օբյեկտ տնի։ Իսկ այստեղ հեսա դուրսը էլի ինչպես միշտ մի քանի անգամ ցույց եմ տվել, ցույց կտամ։ Նշված է զգույշ կամաց խոսեք, կենդանիները ստրեսի չենթարկվեն, գորտը եւ մնացածը։ Այսպես։ Հեսա մնացած մասը ցույց կտամ։ Տեսեք ջրային սարդերը։ Հիմա ձեռքով անեմ, ձուկը գալու է, որ ես իրան սիրեմ, հենա եկավ։ Ձուկը տեսեք։ Գալիս է, եկավ։ Մոտենում է ինձ, ձուկը որ սիրեմ։ Ճիշտ է, ինքը ուտելիք է ուզում, բայց ինքը այնքան են մարդիկ սիրի, որ ինքը չի նեղվում։ Հիմա մոտենում է, այս ջրային սարդը փախավ, գալիս է մոտս, տեսեք, ես հիմա այս ձկին սիրում եմ։ Բարև։ Լրիվ սովորում են մարդկանց։ Այստեղ արդեն դրսի մասն է, տրոպիկական, այս մասը մեքսիկական ու ամերիկյան կակտուսների անապատի, գորտերը բոլոր այստեղ են, լսվում է երևի ձայները, բոլոր տեղերը ջրերի մեջ գորտեր են։ Հեսա, սնորեն լծե մաքուր հլը գորտը չի մտե, ճաճոտ պտի լինի, որ մտնի։ Խնդրեմ։ Բոլոր մրգերի ծառերն է, թռչուններն է մեջը, խնդրեմ, ազատման են գալիս, տեսեք, լրիվ ջունգլու էֆեկտ է պահված, իսկ որը դրսի է, դրսի զոնաները առանձին են, ամեն զոնան առանձին, չհաշված հատուկ բույսերը ակվարիումների մեջ, պտելանմաները, որը ավելի հետաքրքիր լինի, խնդրեմ։ Լրիվ մուլտի նման, գորտ աղջկա։ Հեսա, ջրի վրա նստած է։ Բռնեմ պաչեմ, հակուի դառնա։ Ահա, թռավ։ Ահա, տեսեք ինչ շատ է։ Մարդուս չեն բախում։ Թշերը ուռում է։
Զուգավորման շրջանում է գործը քշերը ուռացնում, որ ավելի բարձր լսվի։ Էքը մոտենա։ Օրիգինալ մեծ ծաղիկ։ Ինձ հայտնի չինչա, գրածը չեմ կարողանում կարդամ, հենա, լատիներեն է գրած։ Հաննա դայջին, էլի երևի չինական է ինչ-որ բան է։ Այս հենց են պահում բուսաբանական այգին, ոչ թե կտրտում են, այս հսկայական այգին կողքնել եւս միած սենց այգի կա, որ մարդիկ ցանկացած ժամի գնան զբոսնեն։ Սա փակվում է ժամը 6-ին, իսկ մնացածը բացա մինչև 10։ Հարգելիներս, սա էլ Հայաստանի ալպյան շրջանը։ Նայեք, այն ինչ գտնվում է Հայաստանում, մենք տեսնում ենք այստեղ, ուշադիր նայեք բույսերին, բոլորդ կճանաչեք մեր լեռնային բույսերի տեսակները։ Նայեք, սկսած փոքր ծաղիկներից լեռնային, մինչև բարձր խոտերը կան։ Քարերն է հատուկ սարքել են այնպես, որ նման լինի մեր լանդշաֆտին։ Հոտերը չեմ կարող փոխանցել, լրիվ Հայաստանի հոտերն է գալիս։ Լեռների։ Կարոտը մի փոքր թեթևացնում է։ Լրիվ զոնան, լեռնային զոնան է սա։ Հարգելի հետևորդներ, սա էլ հին կայսերական համալսարանի շենքն է, որ հիմա դառել է ինչ-որ միջոցառումների տեղ։ Սա հսկայական անծայրածիր մոտավորապես 1 կամ 2 քառակուսի կիլոմետր բուսաբանականի դուրսն է, 1.5 ներսն է, 1 քառակուսի կիլոմետր դուրսն է։ Հիշեցնեմ, որ քաղաքը 104,000-անոց է, Գերմանիայի ամենահարուստ քաղաքն է Էրլանգերը, որտեղ ունի 104,000 բնակիչ, 185,000 բժիշկ եւ բժշկականի ուսանող։ Ամենահարուստ քաղաքն է, որտեղ մինիմում աշխատավարձը հավաքարը 2500 եվրո է, բուժքույրին է 3500։ Սա էլ ասածս տեղը, որտեղ նշված է, որ բարձր մի խոսեք գործը ստրեսի կենթարկվի։ Ցավոք սրտի Գերմանիայում գործի մասին են մտածում, իսկ Հայաստանի մեր սուպեր վարչապետն ու իր թուրքահպատակ թիմը մարդկանց մասին ուղղակի չեն մտածում։ Սեք պարկ է, որտեղ եւ ուսանողներն են ընդմիջում հելնում, բոլոր շրջապատը համալսարանները, բոլորը։ Խնդրեմ, այս էլ տրաֆարետ է, զգուշ եղեք, կամաց խոսեք, ստրեսի չենթարկեք գործեր։ Այսքանով ավարտում եմ։ Շնորհակալություն բոլորիդ։